ենք ապրում, ցավոք, ու ում որ մեղադրումը տվյալ ծեծվողը Հակոբ Կարապետյանը ծեծելու մեջ, չգիտես ինչու ուղարկում են արձակուրդ եւ հանգստի, նորմալ եք սա համարում թե չէ, նորմալ եք համարում, որ ժամանակին դուք ասում եք կոռուպցիայի հետ կոմպրոմիս ընդհանրապես չունեմ, բայց ազգային ժողովում գրեթե ամեն օր ամբիոններից կոռուպցիոն հստակ փաստեր են արձանագրվում ընդդիմադիրների կողմից, ես անկեղծ չեմ տեսնում իշխանականների սպառիչ պատասխանները, մասնավորապես Ավինյանի մայրը $490,000 տուն է առել, հայրը $200,000 տուն է առել, Գնել Սանոսյանի մայրը թոշակառու, որին անձամբ ես տեսել եմ Գեղարքունիքի Ծակքար գյուղում մի համեստագույն կին $230,000 տուն է առել այդ թոշակառու կինը ու այսպես մի շարք հարստացման դեպքերի մասին են մեզ ցույց տալիս, մենք չենք տեսնում այդ ոնց է լինում, որ հենց պաշտոն են ստանում այդ մարդիկ, այսպես բիզնես ջիղը իրենց ժայթքում է եւ մի հարց կապված տարածքների հետ տեսեք դուք մեզ ասել եք որ Հայաստանի որոշ տարածքներ 30 տարի օկուպացված են եղել այդ դեպքում եթե այդ փաստը արձանագրում եք առանց դելիմիտացիայի ինչի բանավոր պայմանավորվածությամբ Գորիս-Կապան ճանապարհը դուք հանձնեցիք եթե դեռ չէր եղել դելիմիտացիա եւ վերջին հարցը ուղղակի ուղիղ կասեմ շատ եմ հաճախ եմ հանդիպում եւ մամուլում եւ համացանցում ձեր հետ կապված սուր մեղադրանքներին մասնավորապես որ դուք հանդիսանում եք գործակալ անգամ ծածկանուններ են հրապարակում այսինչ ծածկանունով եք չգիտեմ լսած կլինեք չհրապարակեմ չասեմ բայց ասենք շակալ մականունով կամ ծածկանունով եք դուք գործել որպես գործակալ ես կխնդրեմ սրան էլ սպառիչ պատասխան տալ շնորհակալ եմ նախապես Ուրեմն դրան սպառիչ պատասխան թող տան այն իշխանությունները, որոնց պայմաններում ես 90 թվականից մինչև 91 թվականից մինչև 2018 թվականը գործել եմ, այդ ընթացքում իմ դեմ անգամներով քրեական գործեր են հարուցվել, ես քրեակատարողական հիմնարկում եմ եղել, իմ բնակարանն են խուզարկել, ես Գործնականում 20 տարի Հայաստանի Հանրապետությունում, եթե ոչ ավել, 20, ենթադրում եմ 24 տարի ապրել եմ ըստ էության ամենօրյա օպերատիվ վերահսկողության ներքո։ Ամեն օր, պատկերացնում եք, մարդ 24 տարի ապրի ամենօրյա օպերատիվ վերահսկողության ներքո։ 24 ժամ։ Այսինքն մարդ 24 տարի ապրի ամենօրյա օպերատիվ վերահսկողության ներքո եւ միայն յետին թվով հիմա ցնդաբանություններ են հորինվում այդ ամեն ինչի իշխանությանը վարկաբեկելու մասին։ Եթե տվյալները որևէ գոնե նշույլ անգամ գոյություն ունենար, լավ ասում եմ պատգամավոր եղած ժամանակ չէ, լրագրող եղած ժամանակ չէ, նախկինում չէ, այդ հեղափոխության ժամանակ, երբ որ իշխանությունը փլուզվում է, այդ իշխանությունը այդ ժամանակ պետք է դներ սեղանին, ասեր ժողովուրդ ջան, տեսեք, ես ինչ է կատարվում։ Հիմա գնացել են մտել դիվանների տակ, դիվանի տակից բաներ են անում, ուղերձներ են հղում։ Հույս ունենալով, որ դա իրանց թույլ է տալի դիվանի տակից դուրս գա, թույլ չի տալու։ Իրանց տեղը այլևս բազմոցի հարմարավետ տակն է եւ այլ կերպ չի լինելու։ Ինչ վերաբերում է բնակարան ձեռք բերելու, ես համոզված եմ, որ հիմա այստեղ հարցում անենք, ձեզնից շատերը այս ընթացքում բնակարաններ են ձեռք բերել, գործարար ջիղը ո՞նց է բռնում։ Հայաստանի Հանրապետությունում 53,000 մարդ, 53,000 ընտանիք առնվազն Հիմա վերջին թիվը չեմ ստուգել, ես ընդ որում ասում եմ, այս թիվը տպավորվել է 2024 թվականի կառավարության ծրագրի իրականացման ընթացքի եւ գործունեության արդյունքների մասին զեկույցից։ Հեղափոխությունից ի վեր մինչև անցած տարի ապրիլը 53,000 ընտանիք Հայաստանում նորակառույց, սա միայն նորակառույցների մասին է, տուն է ձեռք բերել։ Որտե՞ղ Հայաստանի լրագրողները, ոչ լրագրողները, բոլորը բնակարան են գնում, բոլորը։ Ոնց են գնում, այդ ինչի արդյունքում, որովհետև Հայաստանում բարեկեցության մակարդակը աճում է։
ինչ վերաբերվում է կոնկրետ դեպքերին, ես ասում եմ բացառված է որևէ կոնկրետ դեպք պատշաճ քննություն չստանա, այսինքն ասում եք ամբիոնից կոնկրետ փաստեր են բերում։ Այդ ամբիոնից փաստեր բերողը թող հլա իրանց դեմ հարուցված քրեական գործերի տակից դուրս գան, ովքեր են կոնկրետ փաստեր բերում, ում վրա կոռուպցիայի, սպանության, խարդախության մեղադրանք կա եւ դա ամբաստանյանները, ամբաստանյանները թող իրաց մասին խոսեն։ Ինչ վերաբերում, ես ասում եմ բացառված է որևէ կոռուպցիայի դեպք, պատշաճ չքննվի, բացառված բան է։ Եթե չի հասնում այդ ձեր ասած համոզիչ տվյալը, չի հասնում քրեական գործի, մեղադրանքի եւ այլն, ուրեմն դա հերթական մտածածին պատմությունն է, ուրիշ որևէ տարբերակ չկա, բացառված է որևէ կոմպրոմիս, բացառված է, չի կարող լինել այդպիսի բան։ Ինչ վերաբերվում է պատժեզդուն ծեծելու դեպքերին, էլի ասում եմ բացառված է, որ որևէ մեկը պատասխանատվությունից խուսափի։ Չի լինելու այդպիսի բան։ Չի լինելու այդպիսի բան, բայց էլի եմ ասում, այն չի, որ ամբիոնից բանը ամբաստանյալը վեր կացավ իր դատախազի մասին բան ասեց, մենք պետք է գնանք այդ դատախազին ձերբակալենք։ Ամբաստանյալը թող իր հարցերը լուծի, մենք մնացած հարցերը կլուծենք։ Հա, այդ շատ բան է, պարզ է, ինչ տակտիկա է մեր ընդդիմությունը որդեգրել։ Է ասել 1000 հատորը 1000 բան ասել տուն առան գործակալ են թալանեցին կերան էս արին, ինչն է դրա տակտիկան, որ կառավարությունը կամ կառավարող թիմը 24 ժամ տրամադրի հերքմանը, չհերիքի այդ ժամանակ, ասենք պատկերացրեք 24 ժամ զբաղվեն միայն այդ ցնդաբանությունները հերքելով։ Առնվազն կմնա այդ ցնդաբանությունների 20%-ը, կասեն տեսակ այն 20%-ը չհերքեցին, ուրեմն այդ ամեն ինչը ճիշտ է։ Օրը չեն կարող դարձնել 48 ժամ այդ բոլոր ցնդաբանությունները հերքելու համար։ Իսկ այն ինչ ցնդաբանություն չի, ամենակոշտ ձևով պողպատե մանդատը այդ բոլոր հարցերը կհասցեագրի։ Ես խնդրում եմ մի հարցի մեջ 4 հարց մի տվեք, որովհետև այստեղ նույնիսկ մի րոպե այստեղ գրելու ֆորմատով չի, ես չեմ կարողանում։ Խնդրեմ, բայց Գորիս Կապանի հետ կապված հարցին տասնյակ անգամներով պատասխանել եմ։ Մենք մեր զինված ուժերը բերել ենք մեր սահմանին, մեր միջազգայինորեն ճանաչված սահմանի երկայնքով կանգնեցրել ենք։ Այո, արել ենք դա առանց դելիմիտացիայի եւ ճիշտ ենք արել։